Քանի որ հարցը կապեցիք Հայաստանյան առաքելական եկեղեցու հետ, ամենաբանը զվարճալին գիտեք որն է, որ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, հետո բնականաբար վերականգնել եմ աղոթքներս, այնեն չի, որ միջև հիմա դադարել եմ, ակնհայտորեն։ Ես նկատի ունեմ դա ինչ որ տեղի անեցել մեծ էմոցիոնալ շոկ ա եղել ինձ համար, ինչպես նաև համոզված եմ շատերի համար։ Եվ միջայլոց այդ առիթով եմ ես, եթե բացվում ենք, այդ առիթով եմ ես սկսել սաղմոսները անգի սովորել։ Որովհետև այդ հոգևոր դատարկությունը լցնելու անհրաժեշտություն եմ ունեցել։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու մասով ամենազվարճալին գիտեք որն է, որ Հայաստանյան առաքել, ասենք օրինակ այսօր նայենք այդ եռագլուխ կուսակցության լիդերներից, ես համոզված եմ իրանցից ոչ մեկը ավետարաններից գոնե մեկի գոնե կեսը չի կարդացել, գոնե կեսը։ Ես համոզված եմ իրեքին ազգային ինքնությունից հանդես են գալիս մարդիկ, որ համոզված եմ հայ ժողովրդի պատմության ամենապրիմիտիվ հարցերին չեն կարող պատասխանել, ընդհանրապես գաղափար չունեն։ Կարանք տեստ անենք, ամենապրիմիտիվ հարցերին հայ ժողովրդի պատմության չեն կարող այդ մարդիկ պատասխանել, չեն կարող պատասխանել։ Այդ մարդիկ տարրական գրագիտության խնդիր ունեն, տարրական գրագիտության։ Ռոմանը սովոր է։ Ձեր միկրոֆոնները աշխատում են, հա? Շատ։ Եվ էս է իրողությունը, և իմիջայլոց ասեմ, ու այս մարդկանց բնականաբար շատ կոմֆորտ է կաթողիկոսի պաշտոն զբաղեցնող այն անձը, որը հենց Աստվածաշունչը երևի կիսատ պռատ կարդացել է։ Նրանց համար, ովքեր ոչ մի ավետարան, ավետարաններից ոչ մեկը, ես գրած եմ գալիս, գնացեք Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, ընդ որում հիմա ասում եմ, երբ հանդիպեք հարցրեք, ասեք Աստվածաշունչը, ավետարանը և նոր կտականը, ինչով են իրարից տարբերվում։ Պարզ բան եմ ասում, ավետարանը, Աստվածաշունչը, նոր կտականը, ինչով են իրարից տարբերվում։ Իսկ հիմա ուշքից կգնան, որ այդ հարցը տակ։ Կոգնիտիվ դիսոնանսի պատճառով։ Ու Կտրիչ Ներսիսյանի նմանը, որը կիսատ պռատ կարող է կարդացած լինի Աստվածաշնչի 2/3-ը, շատ խորը հոգևոր տպավորություն է թողնում այդ մարդկանց վրա, համոզված եմ։ Ժողովրդի կամքի արտահայտությունը ինքնին արդեն մեզ բոլորիս կդնի իրողության առաջ և որոշման առաջ, որ պետք է կատարածվի։ Ցանկացած բանի, որ ժողովուրդը դեմ լինի, ուրեմն չի լինի, ցանկացած բանի, որ ժողովուրդը կողմ լինի, ուրեմն կլինի։ Премьер Джингурей, телевизия Польская, бюро Международного Кавказа, позволите, если я смогу